Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, դիտորդներ, այսօր 17-ն է, ուրեմն արդեն, կարծում եմ արդեն բոլորդ գիտեք, որ ուրեմն Օղակաձև արևի խավարումն է, փետրվարի 17-ին, արդեն մտել ենք խավարում, զգույշ եղեք ձեր բառերի մեջ, որովհետև դրանք կարող են կատարվել, սկսենք սրանից, բայց ես ուզում եմ մի փոքր զգուշացում անել ինյակներին, որի ղեկավարը հենց Մարս մոլորակն է, թվանշանների հետ է կապված 5-երին, ովքեր ծնվել են ուրեմն 5-ին ամսի, ծնվել են 14-ին, ծնվել են 23-ին, ովքեր ծնվել են 9-ին, ուշադիր եղեք իմ բառերին, ովքեր ծնվել են 18-ին և ծնվել են 27 թվանշանի ներքո ձեր թիվը 9-ն է։ Ես ինչու եմ այս երկու նշանին ընտրել, որովհետև 5-ը դա Մերկուրին է, Մերկուրին հիմա քանի որ հետընթաց է, իսկ Օղակաձև այս արևի խավարման ժամանակ շատ կարևոր է, որպեսզի նաև խոյերը, ովքեր ծնվել են խոյ համաստեղությամբ, ձեր կյանքում ռեստավրացիա է լինելու։ Բարև ձեզ, դա չի նշանակում, որ խոյերը, որովհետև խոյերը ինչ են սիրում, լինել լիդեր, առաջ գնալ և այլը։ Ձեզ պետք է ինչ-որ նոր փոփոխություն մտցնեք ձեր կյանքում, որը կապված է լինելու, ուշադիր ինձ լսեք, որպեսզի հասկանաք նոր ինչ-որ բան։ Նոր ինչ-որ բանը դա տրոգեց, կանի ձեզ, տրոգեց դա հայերեն մեղմասած ասեմ, դա կարող է խփել ձեր ուրեմն, երբ որ մտնում է Սատուրնը, թաթիկ տված արդեն մտել են Նեպտունի հետ ձեր խոյի տունը, ձեր մոտ հնարավոր է օրինակի լրիվ ուրիշ այլ մոլորակ է և կապ ունի իմ երկվորյակի հետ, նայած ձեր մոտ որն է, պետք է նայել նատալ քարտեզը։ Շատ խոյերին ես խորհուրդ կտամ 5-ը աշխատացնել, ինչը կապ ունի ինֆորմացիոն դաշտի հետ, նույնն էլ 5-երին։ 5-երի կյանքում գալիս է պահ, որ դուք ձեզ պետք կարող է լինել նոր շրջապատ, հələ որ ոչ մի բան նորը մի մտածեք, պլանավորեք, բայց հələ որ սպասեք պահը հասունանա, սպասեք պահը հասունանա, որովհետև դա շատ կարևոր կլինի սիրելի հինգյակներ ձեր համար, ինչու, որովհետև դուք միտեղ երկար չեք մնում, իսկ Մերկուրի մոլորակը ինչի մասին է խոսում, ինֆորմացիոն դաշտի, դա կապ ունի օդի հետ, միգուցե ինչ-որ նոր բան սովորեք, որը կապ ունի թվագիտության հետ, որը կապ ունի ծրագրավորումների հետ, նոր տեխնոլոգիաների հետ, Պարզ ասում եմ ձեզ, որ ձեր անելիքն իմանաք, որովհետև դա ձեզ կբերի հետագայում մեծ ֆունդամենտ շուկայում, որովհետև ամեն ինչ է փոխվում, տեսնում եք Ռուսաստանում միանգամից ինչ-որ արգելքներ կան, նոր օրենքներ կան, սրանք ոչ մի բան պատահականություն չի և սկսում է աշխատել նոր մատրիցան։ 5-երը ինչ կարող են անել, 5-երը ինֆորմացիայի հետ աշխատել, նոր շրջապատ, մաքրեքինը, ինչը ձեզ չի ոգևորում և այլն, եթե տեսնում եք 5-ը չի աշխատում, էլ ժամանակն է մտածել նոր ինչ-որ բան սովորելու, 5-երի հետ կապված, այսինքն ձեր 5-ը ճիշտ օգտագործեք, սա 14-երին էլ է վերաբերվում և 23-ներին։ Ես շատ քիչ բալանի եմ տալիս, եթե կունենաք ավելի խորը հարցեր տարոթվագիտության հետ կապված, խնդրեմ, կարող եք դիմել ավելի գլոբալ, ես կարող եմ ձեզ բալանիները տամ, ճիշտ ուղու վրա դնեմ, որպեսզի դուք լավ ֆունդամենտ դնեք ձեզ համար։ 5-ը դա նաև կոմունիկացիան է, հաղորդակցությունն է, որտեղ դուք կարող եք կոմունիկացիայի հաղորդակցության միջոցով սովորել օնլայն, օրինակ, պրոգրամիստ դառնաք, շատ հաջող ձեզ մոտ կարող է ստացվել, ինչը կապ ունի կամպյուտերի հետ, նոր տեխնոլոգիաների հետ, նոր մասնագիտականի հետ և այլը։ Հիմա բալանին տամ հաջորդը դա ուրեմն մանավանդ, եթե ձեր Յուպիտերը նայում եք նատալ քարտում, շատ լավ հնարավորություն է ձեզ տալիք ընդլայնելու դա, ուրեմն շատ լավ ժամանակն է, որպեսզի դուք այդ մասին մտածեք, պլանավորեք, բայց մնացածը անում եք
մարտի 3-ից հետո։ Սա իմ զգուշացումները ձեզ։ Հաջորդը ուրեմն ինները եւ ովքեր խոյեն համընկնում է իրար հետ, հա, ինչու, որովհետեւ ովքեր ծնվել են 9, ովքեր ծնվել են 18, այստեղ 18-ը մի քիչ ծրագրման հետ կապ ունի, որովհետեւ 18-ի մեջ կարմայի մասին է խոսում։ Դուք եկել եք մարդկանց կյանքեր փրկելու, օգնելու եւ այլն, այստեղ մի քիչ ուրիշ է։ Գլոբալի մասին այստեղ խոսում, որտեղ որ դուք կարաք մեծ պրոյեկտներ, ճիշտ պրոյեկտներ դնել եւ սկսել այլ ձևով։ Ստեղ կապված է նրանից, թե բոլորդ գործ եք ունենալու, պարզ ասում եմ ձեզ, սիրելի ինյակներ եւ խոյեր։ Ուրեմն chat GPT նոր թարմացված ինչ որ բաների հետ, որը խոյերին կտա մեծ հնարավորություն ռեստավրացիա լինել, նոր ինչ որ բան մտածել, նաև Սատուրնը դա ատամներն է ձեր, եթե դուք ձեր առողջությանը չեք հետևում ձեր ատամներին եւ այլը, փաստաթղթային գործերը, կստացի, բերեք կարգավորեք ձեր փաստաթղթային հարցերը, կարգավորեք ձեր ատամների հարցերը, որովհետեւ եթե դուք դա չարեցիք, Սատուրնը սիրում է կարգ ու կանոն հաստատել ամեն ինչում։ Սատուրնը դա նաև բարի երեկո ձեզ, սիրելի խոյեր, կապ ունի ոչ միայն ատամների հետ, այլ շատ բաների հետ, որոնք դուք պետք է առողջության հետ կապված բոլորը կարգի բերեք, անպայման հետևեք ձեր առողջությանը, Սատուրնը դա սև գույնն է, խոյերին նկատած կլնեք, ինչպեսին ես եմ, արդեն սկսել եմ հագնել, դա պատահական է ինձ մոտ ստացվում, ինչու, որովհետև ինձ նշաններով գալիս է։ Ովքեր որ դա չեն տեսել, կարող եք մտնեք, այստեղ հենց այսօր է եղել, սևագրավը դա իմ 8 թվանշանի հետ կապ ունի, որը ինձ գալիս է նշաններով, եւ ինչն է զարմանալի, խոյերը կապ չունի, դուք խոյ եք, ասիդենտով խոյ եք, ինյակներ եք, Մարսը դա անում է ձեր կյանքում եւ կարող եք հանդիպել հայր եւ որդի եւ Սուրբ Հոգի սպիտակ բմբուլի նշանը դա ինչն է խոյը իսկ սևագրավը դա 8-ն է դա ինչի մասին է խոսում որ Սատուրնը ինձ հասկացրեց որ ես եկել եմ հա բարև ձեզ անելու քեզ ժամանակն է փոփոխություններ մտցնելու շատ խոյերի մոտ կարող եք տեսնել մուգ գույնի հագուստներ հա ինչը պատճառ սենց կանի ձեզ դա նաև կարգ ու կանոն հաստատելու ձեր անձնական դաշտը մաքրման հետ է կապված լինելու մանավանդ եթե դուք ունեք ջրի նշան խոսքի օրինակ ձուկը դա որն է գաղտնիքների տունն է ինչ կատարվում է ձեր տունը հա ինչ դուք անում եք դա ոչ մեկին տեսանելի չի եւ այստեղ կարող են ակտիվանալ ուշադիր լսեք ձեր թշնամիները շատ բաներ որոնք ջրի երես դուրս չէին եկել կարող է մեծ պրովոկացիաներ լինել մինչև 0.3 ամսի 3-ը եւ այստեղ ես խորհուրդ եմ տալիս մտածեք ձեր առողջության մասին ամեն ինչ թեթև տանելով որովհետեւ ձեզ պետք է ռեստավրացիա շատերի մոտ կարող է բացվել կարող է զգաք հա քուններդ խանգարվել է ձեզ մոտ կարող է լինի անքննություն, մի տեսակ մշուշոտ, կարծես դուք ոչինչ չեք հասկանում, դա Նեպտունն է, մի տրվեք իլյուզիաներին, մի խափնվեք, որովհետև կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն, այս մարդու խոսակցությունը բերել ձեզ, ինձ հետ եղել է, ես այնքան խելացի եմ, որ ես դա զգացել եմ ու միանգամից ֆիլտրել եմ ինձ մեջ, ոչ մեկին մի հավատացեք, հավատացեք ձեր ներքին ձայնին, որովհետև այդ այն ինչ անում է Նեպտունը, որպեսզի դուք չհասկանաք, ձեզ պետք է որպեսզի դուք ռեալիստ լինեք եւ իմպուլսի տակ քայլեր չանեք։ Օրինակ, իմ տանը հիմա ներկապահին, որտեղ որ հյուր է եկել Սատուրնը, հա, Նեպտունի հետ, իմ համար շատ բարենպաստ է ինչու, որովհետև ես ռեալիստ եմ, այլ ոչ թե օդում սա վառնող, ես միշտ լսում եմ իմ ինտուիցիային եւ ես շատ լավ գիտեմ ով է ինչա օրինակ ինձ երեք եմ ես այդ անձին սև ցուցակ գցել եկել էր բողոքում էր այստեղ TikTok-ից մի անձի որին ես ընդհանրապես չեմ ճանաչում
Եվ ասում էր, որ ինչ-որ բաներ է խոսում քո հասցեին, ասի լավի հետևից են խոսում, բայց ես չեմ ճանաչում այդ մարդուն։ Ու ես սև ցուցակ եմ գցել, որովհետև ես այդ անձի բնույթը գիտեի ինչպիսին է, եւ ես լսեցի իմ ներքին ձայնին։ Այսինքն կարողացած փորձեն այտենց պրովոկացիայով, եւ ես ասում եմ, այդ անձն էլ է լսում, փորձեն ներքաշել ինչ-որ գործերի մեջ։ Զգուշ եղեք, կրիմինալի, ինը նաեւ կրիմինալն է։ Ձեզ ներ չքաշեն ինչ-որ գործերի մեջ, որ հետո տուժվեք, իմպուլսի տակ քայլեր մի արեք, միշտ անալիզ արեք։ Եթե իմ նման է, հա, խոսքի օրինակ, Սատուրնը եկել է իմ երկորյակի տունը։ Խոյի ասցիդենտը հիմա իմ երկորյակն է։ Եվ այնտեղ ես ունեմ ուժեղ մոլորակներ։ Ամենայն դեպս ես Տիկին Լուսիայի հետ կապը պահում եմ, ես գիտեմ, որը որից հետո եմ անում եւ շնորհակալ եմ նաեւ նրանից, չնայած ինքը արդեն հասկացել է, ես շատ բան հասկանում եմ, Փառք Աստծուն, անենցա, որ ես շատ կարդում եմ, շատ մեծ փորձ ունեմ եւ դա փորձում եմ փոխանցել ձեզ սիրելի ինյակներ, ովքեր ծնվել են 9-ին, 18-ին, 27-ին, ովքեր ծնվել են 5-ին, 14-ին եւ 23-ին։ Ես խորհուրդ եմ տալիս ուրեմն խոյերին ինչ անել, ռեստավրացիա։ Կարող է ձեզ մոտ բացվի մի այնպիսի բան, նկարչության հետ կապված, նկարելու, վդրուկ, դա Նեպտունից էլ է գալիս։ Ձեզ մոտ կարող է բացվի ուրեմն ինչ-որ տաղանդ, որը երբեք թեկուզ գեներով չի եղել, հա։ Եվ այստեղ կարող է դուք վախենաք, վախենալ պետք չի, ճիշտ կլինի, որ խորհրդակցեք մեր նման ճիշտ մասնագետների հետ, որոնք կարող են ձեզ հասկանալ, որովհետև դա ծանոթ բան է, եւ ձեզ ճիշտ խորհուրդներ տալ, դնել ճիշտ ուղու վրա, այլ ոչ թե ձեզ միանգամից ձեզ բոբոյի նման, հա, վախացնել, կոդավորել, այդպիսի բաներ չկա ինձ մոտ, ճիշտ մասնագետների մոտ, ավելի ճիշտ։ Ուրեմն, ինչ կարելի է անել։ Պետք է դուք այս տարի սիրելի խոյեր եւ ինյակներ, չվախենաք ոչ մի բանից։ Իմպուլսի տակ քայլեր չանեք, ավելի շատ անալիզ արեք, երեքը ձեր աշխատացրեք։ Անալիզ, մի փոքր խորամանկորեն այս ամեն ինչին մոտեցեք, որպեսզի իրավիճակները ի օգուտ ձեզ դասավորվեն։ Օրինակ, ես պատրաստվում եմ փոխել իմ YouTube-յան էջի թվերը։ Օրինակ, ես ինչ կարող եմ դնել, ինչ թվեր, դա գաղտնիք է։ Ես դա դնում եմ ինչի համար, ակտիվացնելու։ Խոյերին խորհուրդ կտամ, եթե դուք զբաղվում եք բլոգերությամբ, ինչ-որ մասշտաբի հետ, նույնը իններին, ես խորհուրդ եմ տալիս զտել հիմիկ բանից ձեր տարածքը, որովհետև դա շատ կարևոր կլինի, ձեզ պետք չի այն ծանր գրուզը, որ դուք ավելի շատ մտածում եք այդ ծանր գրուզի մասին, նիհարում եք, ձեր մասին ժամանակ չեք ունենում եւ այստեղ ձեր առողջությանը կարող է խնդիրներ լինի։ Իսկ Սատուրնը սիրում է, որպեսզի դուք ամեն ինչի մեջ պետք է լինի կարգ ու կանոն։ Եթե դուք կամ նրանք, ուրեմն դուք պետք է ընտրեք ձեզ, զբաղվելով ձեզանով։ Եվ այդ ծանր գրուզը էլ ձեզ պետք չի։ Շատ խոյերի մոտ կարող է լինի այսպիսի մի հետաքրքիր բան, հինը էլ չաշխատի, եւ դա ձեզ մոտ մտածելու տեղ տա, կարծես ինչ-որ թուղթը գիրեն արը ձեր վրա բան։ Այդպես բաներ չկա։ Դա նրա հետ է կապված, որ մտել ենք նոր էներգիաներ, նոր մատրիցան, որի մասին ես երեք խոսում էի, եւ ասում էի, որ հինը էլ չի աշխատում 2000 քանի թվականից է աշխատում, ես այսպես կամած ձեզ պատրաստում եմ, հա։ Եվ այստեղ շատ խոյերին մտածելու տեղ է տալու, տեղ է տալու նոր ինչ-որ բան ընտրություն անել, ես նաեւ խոյերին խորհուրդ կտայի, այո, ինչը կապված է գրաֆիկայի հետ, որովհետեւ ջրհոսը կտա ձեզ այդ հնարավորությունը, ջրհոսի դար ենք մտել, եւ խորհուրդ կտայի, որպեսզի դուք նոր տեխնոլոգիաների հետ է ամեն ինչ կապված լինելու, նոր պրակտիկաներ արեք, մեդիտացիաներ արեք եւ նոր տեխնոլոգիաների հետ կապված նոր ստարտ դրեք։ Ես պատահական գիտեք բոլորդ ոչինչ չեմ ասում, որովհետեւ ես ինքս ամենակիչն եմ հələ ձեզ ասում։ Սիրելի ինյակներ, սիրելի հինգյակներ, պատրաստ եղեք դրան։ Իսկ մնացածին ես ոչինչ չունեմ ասելու, ինչու, որովհետև ամեն մարդ պետք է իր վրա աշխատի։
Հեշտ չի, որովհետև չմոռանանք Սատուրնը դա նաև կարման է, որը բարև ձեզ է անում ոչ միայն խոյերին, այլ 12 բոլոր նշաններին։ Եթե ինչ-որ խոյեր, երկվորյակներ, դա կապ չունի, ինչ հորոսկոպի նշան է, դուք ինչ-որ գործողություններ եք արել նախկինում, պետք է պատրաստվել, հավաքել այն, ինչ դուք ցանել եք։ Իսկ շատ խոյերի համար, եթե ասիդենտով խոյ եք, իմ նման ձուկ, վերջապես ավարտվում է այն ծանր գրուզը, որը որ փորձում էին ձեր 12-րդ տանն էր, հա, Սատուրնը, իսկ հիմա այնտեղից դուրս է եկել խոյի տուն, առաջի տուն։ Եվ այստեղ դուք կարող եք վերջապես հանգիստ շնչել եւ սկսել զբաղվել ձեզանով, ձեզ սիրելով, ձեզ հարգելով, աշխատելով մասշտաբի հետ։ Եթե իհարկե դուք ունեք այդ հնարավորությունները, իսկ եթե չունեք, մտածեք այդ մասին, լավ ֆունդամենտ դնեք, որովհետև դուք ինչ անելու եք, դուք անելու եք ձեր 18-ից 20 տարվա համար։ Դա ձեզ շատ կօգնի, որպեսզի ձեզ օրինակ իմ նման մասնագետ լիներ, որը կարողանում է ոգևորի եւ իր հետևից տանի մասսա։ Դա ով է անում խոյը, Մարս մոլորակը, որին կառավարում է Պլուտոնը, տրանսֆորմացիա մտցնելով ձեր կյանքում, ճիշտ ուղու վրա ձեզ դնելով եւ առաջ տանելով, որտեղ դուք պետք է ապրեք էվոլյուցիա, այսինքն տրանսֆորմացիա, ինչքան էլ դա ձեզ համար դժվար լինի, բայց միշտ էլ սկիզբն է դժվար լինում, ինչպես իմ աշակերտների մոտ։ Տեսնում եք, հիմա օրինակ ես ունեմ 18 թվանշանի ներքո ծնված 3 էլ ունի։ Եթե իր բախտը չէր բերի, եթե ինքը 3 չունենար, ինքը շատ լավ մասնագետ է լինելու իմ նման, ես իր վրա 100%, 100% վստահ եմ, շատ վստահ եմ, որովհետև իմ նման 3 կանալաբաց տեսնում է, նաև երազներն է, որը նա տեսնում է, տեղում կատարվում է, 18-երի մոտ այդպես է, եթե իրանք 3 ունեն, 3-ը դա մայրական է գալիս, ցեղական, մարդկա ինքը կարող է 18 լինի, բայց ինքը չունենա, հա, այդ դառը, շնորհը։ Դրա համար ես իրան վերցրել եմ ինձ մոտ։ Վաղը ես ձեզ 100% խոստանում եմ, վաղը իմ դասի ժամանակն է, մենք ունենալու ենք զրույց, ես ուղղելու եմ նրան հարցեր եւ պատասխանները այդ կարճ ռոլիկների կտրելու եմ եւ դնելու եմ այստեղ, որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչ է զգում նա ներկապահին երկրորդ ամսում ինձ մոտ սովորելուց, կա արդյոք էվոլյուցիա ներկապահին նրա կյանքում եւ ինչպես է նա, ինչպես ինքն է ասում, վերջապես գտել իրեն։ Ինչ համար ես իրեն շնորհավորում եմ, բայց ինքը ունի ճանապարհ անցնելու, որովհետեւ ես մի փոքր խիստ եմ բոլորի հանդեպ։ Խիստ չլինես, մարդիկ չեն կարող ճիշտ սովորել։ Ինյակներինը սա է, որպեսզի, եթե դու եկել ես մանավանդ ունես 5, հա, 32-ն է իմ ընդհանուր թիվը, 3-ին գումարում են 2-ին չանում 5, նաստավնիկ, հա, այսինքն դա ինչ է նշանակում, դու պետքա այդպիսի ոչ սովորական մարդկանց վերցնես, եթե դիմում են քեզ ունեն ուժեր, հա, ճիշտ ուղու վրա դնես, դարձնես հաջողակ, իսկ երբ որ մարդիկ դառնում են հաջողակ, քեզ մոտ էլ ամեն ինչ լավ լինում, այ 9-երի, 18-երի եւ 27-երի տարբերությունը որն է։ Նաեւ 5-երը կարող են լավ բիզնես դնել, կոմունիկացիայով զբաղվել, հա, ինչը կապ ունի, SMM լավ մասնագետների, թոփ մենեջերների, լավ պրոգրամիստ, վեբ կայքեր պատրաստելու հետ կապված եւ այլն։ Ես շատ բան չեմ ասում ձեզ, բայց եթե կունենաք հարցեր, խնդրեմ, կարող եք դիմել եւ բավականին շատ խորը իմ աշխատանքները տևում են մոտ 1 ժամ։ Մի րոպե սիրելի հետևորդներ։ Ոչ, վատ չի, շատ լավ է։ Բայց եթե ձեր մատրիցայի մեջ խոսքի օրինակ 1-6 չի, 2-6 չի, այլ 4-5-6 է, դա արդեն պերեիզբիտիկ էներգիա է կոչվում, դուք պետքա դրա վրա աշխատեք։ Այսպիսի հարցերը խնդրեմ, եթե կունենաք հարցեր, կարող եք դիմել ինձ իմ WhatsApp եւ
Telegram կանալին, թողնելով ինձ ձայնային հաղորդագրություն, թե ինչ հարցով եք դիմել։ Եթե ինչ վիճակ էլ լինի, միշտ էլ երկ լինում է։ Այստեղ մնում է դուք, մենք բալանիները տալիս ենք ձեզ, ես նաև խնդրում եմ իմ հետևորդներին, որպեսզի զապիս անեն, որ իրանք իմանան, որ թիվը ինչպես են իրենք օգտագործելու, որ կարողանան իրենք, ճիշտ ուղու վրա լինել, ճիշտ ընտրություն կատարել եւ լավ մեծ ֆունդամենտ դնել։ Իսկ ում մատրիցայի մեջ բավականին շատ է երեքները, այդտեղ էլ կա պերեիզբիտիկ էներգիա, ինքը պետք է սկսի աշխատել իմ վրա, այսինքն ինձանից լավը չկա, ես դա էլ եմ հասկանում, իհարկե ինձ մոտ էլ է դա եղել, բայց ես դա քչացրել եմ հիմա, որովհետև ես աշխատում եմ նաև ինձ վրա, բոլորը տեսել է, թե ես ոնց եմ տրանսֆորմացվել այս 6 տարվա, արդեն 6-րդ տարին է, այս 6 տարվա ընթացքում, այո, կյանքն է փոխում մարդուն եւ դու ինչքան շատ գիտելիքներ ես ձեռք բերում, այնքան դեռ էլի կապ չունի, սովորելու տեղ ունես։ Դրա համար ես խորհուրդ եմ տալիս մեր ժողովրդին, աշխատեք ինչքան շուտ այնքան լավ, շատ սովորեք, գիտելիքներ ձեռք բերեք եւ առաջ գնացեք, որովհետեւ շատ մարդիկ մի փոքր փակագծեր բացեն։ Ցավոք ճշմարտությունը, շատ մարդիկ անգործ են մնալու։ Պետք չի մտածեք 2 վայրկյան, դա ձեր 3-ն է անում, խորամանկությունը, այնքան որ 2 վայրկյան ես գումար աշխատեմ եւ վերջ, ոչ, պետք է ձեր 3-ը դա մինուս եք օգտագործում, դուք ի վնաս ձեզ առանց հասկանալու, դուք պետք է այդ ձեր 3-ը հիմա օգտագործեք ոչ թե այնքան որ ես այդ գումարն աշխատեցի ու վերջ, ոչ, ֆունդամենտ, դուք պետք է անես դնեք դա ֆունդամենտ, սովորելով, երկրորդ, երրորդ, այսինքն, երբ դու դնում ես ռեսուրս, քո ժամանակը, քո էներգիան, վճարում ես, հետո քեզ հետ է գալիս, իսկ անվճար ոչինչ չի լինում։ Ուզում ես առաջ գնաս, պետք է սովորես, պետք է վճարես, պետք է քո ժամանակը, ռեսուրսը, էներգիան դնես դրա համար, դա կարող է տևել 1 ամիս, դա կարող է տևել 2 ամիս, օրինակ իմ տարոքարտերից ունենք հոգևոր քարտեր, որը որ 12-րդ արկանն է, Հիմա ես ձեզ ցույց կտամ, կբացատրեմ, որպեսզի դուք հասկանաք ես ինչ նկատի ունեմ։ 12-րդ արկանը դա հոգևորի հետ կապ ունի, որտեղ մարդիկ կամ չունեն այդ արժեքները, այդ մարդկանց բացատրում ես, որ պետք է դու ունենաս հոգևոր արժեքներ, հոգևոր արժեքներ թվաբանությամբ, թվահոգեբանությամբ ովքեր ունեն 9-ները, որովհետև 9 դա հոգևոր արժեքն է, դու պետք է ունենաս հոգևոր արժեք, իսկ եթե դու չունես հոգևոր արժեքներ ցածր վիբրացիայում ես, դա արդեն մինուս ես օգտագործելու դու քո թվանշանները, դրա համար այդ վիճակում ես կարճած, ֆինանսներին, դրա համար պետք է լինի վերևն էլ բալանս, երկնային եւ հողը։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, սիրելի խոյեր եւ հինգյակներ, ինչ պետք է անել, օրինակ, զոհողության գնալ, պաուզա վերցնելով, մի վայրկյան, մի փոքր ժամանակ ես դուրս եկա։ Մենք տեսնում ենք անց, ստեղ ժեստ կա, չոքերը դա տեսնում ենք, ձկների մասին է խոսքը եւ Հիսուսի հետ մեծ կապ ունի։ Ում խաչել են, տեսնում եք։ Այստեղ զոհ գնալն է, որպեսզի զոհ գնալ, դա ինչ է նշանակում։ Time out, ժամանակ վերցնեք, զոհ գնաք, 3 ամիս, 2 ամիս, 5 ամիս, ինչ եք սովորելու, դա սովորեք, մասնագիտացվեք, դրա համար պահանջվում է ժամանակ, այսինքն դուք ձեր ժամանակը զոհողում եք, բարձրացնելով ձեր գիտելիքները, ձեր արժեքները հոգևոր, տեսնում եք, պարզ ցույց եմ տալիս, պաուզա վերցնելով, մի քանի ժամանակ, մեդիտացիաներ անելով, սովորելով, ռեսուրս դնելով եւ այլն։ Այստեղ պետք է լինի նաև սպորտով զբաղվել, եթե կար հավաքված նեգատիվ բավականին էներգիա, դուք դա կարող եք, տեսնում եք, զոհողության քարտն է, ժամանակ դրա համար էլ հատկացնեք, Սատուրնը պատահական չի, երկար ժամանակով եկել խոյերի
առաջի տունը եւ այստեղ նաեւ կանոնակարգ հաստատել այսին ժամին ես սա եմ անում, հա պլանավորում եք արդեն ձեր գրաֆիկը, այնին ժամը ես սպորտով եմ պարապում, որ այդ վատ էներգիաները լրիվ ձեզանից գնա կամ ճայնացած եք գնում եք սպորտով կամ վազում եք, հա եւ այստեղ ամբողջ վատ էներգիան գնում է թեկուզ շաբաթը մեկ անգամ, երկու անգամ պարապեք։ Ես ինքս սպորտսմեն մարդ եմ, ես շատ լավ գիտեմ ինչ եմ ասում։ Կրիզիս ստեղծելով, հա, ձեր շուրջը, որպեսզի դուք կարողանաք այդ քայքայումից դուրս գալ։ Արժեքները ձեր զարգացնելով, ձեր հոգևոր արժեքները զարգացնելով, ձեռք բերելով գիտելիք, սպորտով զբաղվելով, կուտակված վատ էներգիան ուղարկելով, սա նաև յոթերին էլ է վերաբերվում, յոթերն էլ են հոգևորը, մի տառապեք աստղային հիվանդության, որովհետև յոթերի մեջ լինում են նաև աստղեր, որոնք ճանաչվում են, որովհետև դա ձեր տունը կքանդի, եթե դուք ունեք այդ հիվանդությունը, ես, հա, դա էգոնա, որի պատճառով հետագայում յոթերը կարող է տուժվեն։ Դրա համար պետք է հոգևոր արժեքները զարգացնել, շատ շփվել հոգևոր մարդկանց հետ, խոսել անընդհատ այդպիսի մարդկանց հետ, յոթը նաև կապ ունի միստիկայի հետ, յոթը նաև կապ ունի, հա, այս ամեն ինչի հետ կապ ունի, յոգայի հետ եւ այլն։ Հոգևորը նաև դա, սիրելի հետևորդներ, ուշադիր լսեք, բացի յոթերը, բացի ինները, դրանք նաև վեցերն են, վեցերն են հոգևոր, բայց վեցերի մեջ կա մի հետաքրքիր բան, նրանք չեն սիրում անկայունություն չեն սիրում, չորսերի մոտ էլ կա դա, բայց չորսերը սիրում են հիմքը, ձեզ պետք է, որպեսզի դուք կարողանաք, ընդհանուրն եմ ասում, հիմք դնել ձեր կյանքում, հա, ֆունդամենտալ, որպեսզի դուք կարողանաք հետագայում օգնել ձեր հարազատներին, այլ ոչ թե ցած իջնել։ Այսքան իմ կռիվը այդ խաբեբա տարոլոգների հետ կապված ինչի համար էր, որ այսպիսի դառը ճշմարտություն կա, որի մասին նրանք չգիտեին։ Ինչու շատերի մոտ հիմա չի աշխատում, այն ինչ չի աշխատում կանգնել է։ Այս սրա համար էի ես ասում, դեռ էլի բաներ կա, շատ արագ փոխվելու է ամեն ինչ, դա նոր տեխնոլոգիաների հետ է կապված շուտով դուք ձեր աչքով կտեսնեք, բավականին ակտիվ է լինելու դա։ Իսկ մենք քանի տարի, արդեն 3 տարի մեռանք ասելով գիտելիք ձեռք բերեք, դա պատահականություն չի, որպեսզի անգործ չմնաք, չհասնեք աղքատության եզրին, կարողանաք ձեր ընտանիքին օգտակար լինել։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր է։ Իսկ խոյերին եւ ինյակներին, կստացի ասեցի, զգուշ եղեք, հանկարծ ձեզ միամիտ չներքաշեն ինչ-որ գործերի մեջ։ Լսեք ձեր ներքին ձայնին, զարգացրեք ձեր ինտուիցիան, նաև սա վերաբերվում է 9-ին, 18-ին եւ 27-ին, ովքեր ծնվել են այս թվանշանի ներքո։ Նաև հնարավոր է ունենաք ֆինանսային կորուստներ ձեր միամտության շնորհիվ։ Ինչու, կարող է խոսքի օրինակ ձեզ զանգում են, ասում են, հա, որովհետև օղակաձև բավականին վտանգավոր արևի խավարման մասին ենք մենք խոսում, իսկ Նեպտունը կարող է շղարշ լինի։ Խոսքի օրինակ ձեզ զանգում են, ասում են, ինչ ծառայությունից է, մի հատ ձեր քարտի տվյալները տվեք, դուք էլ միամիտ սաղ տվյալները տալիս եք, ձեր անձնագրի տվյալները տալիս եք։ Ու տեսնում եք ձեր հաջորդ օրը ձեր բանկային քարտի վրա ոչ մի գումար չի մնացել։ Անենց որ զգուշ եղեք, ես ասում եմ, այնպիսի փաստային օրինակներ, որոնք կարող են շատերի հետ կատարվել, դրա համար լսեք ձեր ներքին ձայնին, ճշտեք, հետաքրքրվեք, միամիտ մի եղեք, դա ձեր թշնամիների հետ կապ է ունենալու, նույնը ձկների համար եմ ես ասում, ոչ մեկին ոչ մի էմոցիա մի տվեք, 10 կտրեք, մեկը մտածեք նոր ինչ-որ քայլեր արեք ձեր կյանքում, սա շատ կարևոր կլինի, շատ կարևոր ինֆորմացիա էր, որ ես որոշեցի մի փոքր ձեզ տալ, ցավոք սրտի կան բաներ, որ ես չեմ ուզում անընդհատ ասեմ, բայց պետք է ասեմ, ես անգամ
Բոլորդ գիտեք, հա, որ իմ երազները կատարվում են։ Զոլանյա ուղարկեմ կնայեք։ Շնորհակալություն, ոչ, ես դրա կարիքը չունեմ։ Երբ որ լինի կանխատեսում, ես ձեզ կասեմ։ Ցելը կդնեմ կանեք, ոչ մի խնդրեմ չեմ տեսնում։ Ես իմ երազներում, իմ թորնիկի եւ իմ երազները բավականին համընկնում են իրար հետ։ Ես ուզում եմ մի երկու բառով ասել ու ավարտել։ Ես արդեն ապագան իմ երազներում տեսել եմ։ Եվ երբ որ մենք շփվում ենք, ես նրան հարցնում եմ, որովհետև մենք պետքա լրացնենք իրար, հա, դա էլ է կանխատեսում, երազը։ Թե ինչ երազներա տեսնում, ռոբոտիզմի հետ է կապված, անգամ ռոբոտ հղի կանանց է տեսել, որ տարբեր գույնի աչքերով երեխաներ են, հա, ունենում, զարգացնում եւ մարդկանց տալիս հետագայում, այսինքն ինչ գույնի աչքերով ուզեք հետագայում, այսինքն մարդկության ինչի են վերացնում, որպեսզի այդպես, հա, որովհետեւ մոլորակի վրա կան բավականին շատ վտանգավոր կարելի է ասել ոչ միայն ռոբոտիզմի հետ կապված, այլ մոլորակայինների հետ կապված, հա, որոնք արդեն մեր մոլորակի վրա են։ Եթե հետագայում այդպես տարօրինակ բաներ էլ տեսնեք, մի զարմացեք, դա ես շատ վաղուց եմ տեսել եւ այս վերջերս էլ ավելի շատ եմ տեսնում այդպիսի ապագայում, դրա համար ես զգուշացնում եմ, վախենալ պետք չի, պետք է սթափ մտածել, պետք է սթափ գործել եւ մտածել ձեր ֆունդամենտի եւ ձեր ընտանիքի մասին։ Ես այսքանով կավարտեմ, որովհետև ինձ պետք էր սա ես կարճ ասեի, որպեսզի շատերին մտածելու տեղ տա իմ ասածները։ Շատ արագ շուտով ամեն ինչ լինելու է, նորությունները արդեն սկսել են շատ արագ հոսել, հոսքը կա։ Եվ կհիշեք, որ ես 2 տարի առաջ ասում էի, հա, կլինեն իրականություններ, որոնք նախկինում ցույց չեն տվել, եւ դրանք դուք ձեր աչքով կտեսնեք, ամեն մարդ չէ, որ այդ էներգիաներին դիմանալու է։ Դա կապ ուներ Էփշտեյնի, հա, այդ գործողությունների հետ կապված մարդկանց վաճառքով, երեխաներին զոհողություններով եւ այլը, որովհետեւ այո, ես կանխատեսում եմ արել եւ դրանք դեռ ծաղիկներն են, ինչ դուք տեսել եք։ Իրոք ամեն մարդու պսիխիկա չի, որ այդ էներգիաները, որ դուք տեսնեք, կդիմանաք, ես խորհուրդ եմ տալիս ավելի լավ է չտեսնել հետագայում, որովհետեւ արդեն մի կադր են ընկել նոր իմ աչքով, դա շատ անտանելի է։ Ես ունեմ նաև աշխատանքի լավ արդյունքներ, որ կանխատեսումը, որ տարել էի, նաև իմ կանխատեսումներից մեկը եղել է այն բաժանման զույգերի մեր վարչապետի հետ կապված, որի մասին խոսվում է, ես դա անցած տարի արդեն կանխատեսումը տարել էի, եւ դա եղել է էլի ճանաչված մի անձի, որին համար ես վերջի իմ մի քանի ամիսը կանխատեսումները դադարեցրել էի, բայց կամաց ոչ իր անունը տալով ես նրան զգուշացումներ էի անում։ Եվ ես այսօր իմ գոլեգաները ուղարկել են այդ իմ աշխատանքի ուրեմն արդյունքները եւ այդ բոլոր արդյունքները իմ YouTube-յան էջում դրված է։ Ցանկություն կունեք, խնդրեմ ինձ հետ էներգոաբմեն ունենալու կարող եք իմ YouTube-յան էջում բաժանորդագրվել եւ շարունակել դիտել իմ բոլոր բացահայտումներն ու աշխատանքները։ Այսօր այսքանը, լավ եղեք։ Ես ինքս մաղթում եմ իմ հայ ժողովրդին բարիություն, սեր, բոլորդ միմյանց հետ սիրով եղեք, այլ ոչ թե ատելությամբ, եւ մի բան եմ ուզում ասեմ։ Նաեւ աշխատատեղերը շատ կորցնելու են ինֆորմացիոն դաշտի հետ կապված լրագրողները։ Կապրենք եւ կտեսնենք ինչքանով է ես ճիշտ։ Դա հնարավոր է ապրիլ ամսին։